Բարև ձեզ ժողովուրդ ջան, ես ուզում եմ այսօր շնորհավորել այսօրվա իշխանություններին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ալեն Սիմոնյան, Վահագն Խաչատուրյան, չգիտեմ այնտեղ Վահագն Ալեքսանյան եւ բոլորին այսօրվա տոնի կապակցությամբ։ Այսօր ձեր տոնն է, ես շնորհավորում եմ այսօր Կուրբան Բայրամի օրն է։ Կուրբան Բայրամները շնորհավոր տղաներ Այն որ միամտաբար խապելով զավթեցիկ իշխանությունները տոնեք, այդ տոնել տոնեք, էստի դեր վերջին տոնն է։ Ես հիմա ուզում եմ խոսել քարոզարշավից, ժողովուրդ ջան, իրականում քարոզարշավ իրականացնում են 3 ուժեր՝ Բարգավաճ Հայաստանը, ուժեղ Հայաստանը եւ Հայաստան Դաշինքը։ Գիտեք ինչի համար եմ ասում։ Օրինակ այն մնացած կողքի շունշանգալները որ կան, ես դրանց հետևել ասում եմ, քուչի շուներ, ասենք դրանք քարոզարշավ չեն անում, ես դեռևս չեմ լսել, այս 20 օրվա ընթացքում, որ այս 3 ուժերի մեջ իրենց աշխատակիցները, իրենց մասնակիցները վիրավորանք թթու խոսք ասեն Լևոն Շիրինյանի հասեին, Հոսեփ Խուրշուդյանի հասեին, Տիգրան Խզմալյանի հասեին, Արամ Սարգսյանի հասեին, բայց իրանք միակ նպատակը ծրագիր ներկայացնել ժողովրդին եւ ստանալ ժողովրդի աջակցությունը, ինչը որ շատ լավ ստացվում է։ Իսկ այս շները քայլում են քարոզարշավի երկու նախադասությունը խոսում են, երրորդ նախադասությունը Սամվել Կարապետյան աղքա, Ռոբերտ Քոչարյանը աղքա, Գագիկ Ծառուկյանը աղքա եւ այլն։ Ուրեմն լսեք, մեկ էլ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավից։ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ չի իրականացնում։ Ինքը իրականացնում է ահաբեկչական գործողություններ։ Կբռնեմ, կդատեմ, կսպանեմ, Ծառուկյանի տունը կառնեմ, փաստորեն ժողովուրդ։ Այս վերջերս է Ծառուկյանը տուն սարքել։ Նիկոլը վերջերս է իմացել, որ Ծառուկյանը ցեմենտի գործարան ունի։ Հասկանում եք։ Այս մարդը ամեն ինչ օգտագործում է, ամեն ինչ ժողովրդին խաբելու համար։ Իդեպ ասեմ նաև ժողովուրդ, տեսեք ինչ անում, գնաց Լեննագան, ժողովուրդ քիչ կար։ Հետո գնաց Արտաշատ, էլի քիչ կար, Արարատ քիչ կար։ 10 օր հետո հաջորդ քարոզարշավը իրականացրեց, նախորդ կիրառելով բոլոր վարչական ռեսուրսները մարդկանց բերել շատացնել։ Ինչը որ ստացավ։ Դե վախենում են որոշները, բայց այդ վախը շատ վատ բան է։ Այդ վախը շատ բան է։ Հիմա պիտի խոսեմ, տեսեք որոշները ուրախացել են, թե yaman գիտիմ Մարկո Ռուբիոն եկավ։ Լավ, Մարկո Ռուբիոն չի, Դոնալդ Տրամփն է, եկել է երկու մնացել գնացել է։ Մեզ ինչ 12000 կիլոմետր հեռու ենք այդ երկրից։ Այն Դոնալդ Տրամփը, ով 170 10 տարեկան իրանցի երեխաների սպանել տվեց։ Այդ խաղաղության մրցանակի դափնեկիրը։ Ասենք ինքը հենց ինքն է եկել, մեզ ինչ պետք է անի։ Լավ, այդքան որ ասում են ռուսական հիբրիդ ռուսները վախեցնում են, ռուսները չեն վախեցնում։ Մենք ամենափոքր մարզից Ռուսաստանի 5 անգամ փոքր ենք, 4.8 անգամ փոքր ենք։ 670 կիլոմետր երկարությամբ ենք, մի 20 կիլոմետր տեղ շատ, տեղ քիչ լայնությամբ ենք։ Այդ քարտեզը որ նկար է տվել է Նիկոլը դրանով ըստ խոսակցությունների փողաբաժանամ, դրանք հələ սաղ մի կողմ դրած։ Դու ինչ արտադրանք ունես, որ եթե Ռուսաստանը քեզանից չվերցնի, Ռուսաստանը վարի կեթա։ Ռուսը ռուս չի, դու իրան ինչին է պետք լինի 102 բազանել կհանի, գազնել կանջադի, լացնել կփագի, ցորենել կդադարեցնի մատակարարել, վաճառել եւ այլն։ Դու ոչ իր համար շուկա ես, ոչ դու ինչ որ մի բան ունես, առանց որի Ռուսաստանը չի կարա գոյություն ունենա։ Այ խապեբա, գնացեք, ուրեմն ես պիտի անպայման ժողովուրդ ջան խոսեմ նաև բանից, այն հիշում եք նախորդ անգամ ասել էի, որ Մովսես Գեղանգուլյանը 15 րոպե ծեծել էր բանին, Նիկոլ Փաշինյանին, շատ բեսամ ծեծել էր,
Ընդ որում Մովսես Գեղանգուլյանն էր մեղավոր, որ 4 երեխու անչափահաս երեխու հացից կտրեց, հորը տարավ փագեց, ասել է արդեն փագել տվեց եւ իր շեֆի Մովսես Գեղանգուլյանի շեֆի հրամանով Նիկոլը որ հոդված էր գրել, Նիկոլին տարան ծեծեցին։ Նիկոլ, դու են ասա, դու իմացար դրանից հետո ինչ է լավ։ Վերևն Աստված կա, բայց քո համար չի, այ խապեբա։ Տեսեք դրանից հետո ինչ է լավ, ժողովուրդ ջան։ Բուդկա Մոսկվիչ Մոսոն մի քանի բնակարանի տեր դարձավ Երևանում, սա ճիշտ էր։ Ու հետո ինչ եղավ, այս ամեն ինչից հետո այդ 4 երեխու, որ հացից կտրեց, կինը ուներ սեփական վարորդ, սեփական մեքենա։ Արարատից Երևան գալուց մտավ ավտոբուսի, խփեց ավտոբուսին, համ հղիկինը մահացավ, համ վարորդը, համ 2 երեխաներից մեկը։ Աստծու պատիժն էր, Աստված պատժեց դրա համար։ Ուրեմն Նիկոլ, իմացի, դու տնաշ ես, ինչ որ պետք էր արեցիր, ինչքան չարիք պետք էր արեցիր։ Դու մենակ չես արել, քեզ խորհուրդ են տվել, խորհուրդ ա տվել Լևոն Շիրինյանը, որ ասենք Հոսեփ Խուրշուդյանը, Տիգրան Խզմալյանը, այն որ էս լավ, այդքանից հետո դուք չեք հասկանում, ասենք Էդմոն Մարուկյան, այն մի Էդմոնը, դուք չեք հասկանում, որ դուք անցողիկ շեղմը չեք հաղթահարելու։ Դուք չեք հասկանում, որ դուք դրանով ձայն եք գողանում, ձայն եք փախցնում։ Դուք դու ով ես արա Էդմոն Լևոն Շիրինյան, դու ինչ անցնելու ես ազգային ժողով, կամ Արամ Սարգսյանը ուզում է անցնի ազգային ժողով։ Դու ո՞նց ես անցնելու ազգային ժողով։ Լսի, դու են ասա, այդքան խափում ես, այդ 3 էլ աշկովս ընկավ, հենման կետա ինչ զրթուզի բիլա, այդ լրատվականում նստած խոսում է, տո զրթուզի բիլը քեզ, այ գող, այ թալանչի, այ արյունացուց, այ հանցագործ ընտանիքի մնացորդ։ Ուրեմն ինչ է խոսում ժողովուրդ ջան, մեր հանքահունքային ռեսուրսները, մենք չունենք ժողովուրդ, ձեր ցավը տանեմ, հաստատագրված, ուսումնասիրված, որևէ հանք գոյություն չունի։ Նախ չունենք սարքեր եւ սարքավորումներ, որպեսզի ստուգեն տվյալ հանքավայրում ինչ որ բան կա, թե չկա։ Այո, կար այն ժամանակ, երբ որ ամեն օր $50,000 Արամ գողանում է իր ազգից ուղիղ տունը 8 տարի շարունակ 1100 ընտանիքի հացը կտրեցիր, այ խուժան, այ թուրք, այ հանցագործ։ Դրան էլ գումարած ամբողջ ցեմենտը թալանեցիր, գողացար։ Անգամ ասում են ընդ որում ամեն օր $50,000, այդքան հաշվար գլի։ Ծնողները դնում էին քշերքի վրա, արդեն հաշվել էին մի անգամ, 2 անգամ, դրանից հետո քշերքով էին փողերը վերցնում։ Նիկոլ, այ խապեբա, Արարատում ժողովուրդ ջան, տեսեք ինչ եղավ։ Այս որ հեռախոսով խոսում ենք, բոլորը գաղտնալսվում են։ Իմ քեռուս թոռը Պետրոսյան Գագիկի որդին, մոտենում է Նիկոլին։ Առաջի անգամ Նիկոլը որ գնում է, պիտի մոտենար զանգեց ինձ ասավ, ասեցի ես էլ կգայի, բայց առողջականս չի ներում, քայլել չեմ կարողանում, ինքը պիտի մենակ գնար։ Տեղի ոստիկանությունը եկավ, տարավ Խաչիկին ձերբակալեց, ասма ինչի համար է ձերբակալում, ասма դե նայի աշկերից մեջ կհասկանաս։ Նայեմ այս խեղճտղեն ինչ հասկանա, բարձրագույն ավարտի ընտանիքի երեխա որն արդեն 40 տարեկան է, 35-40 տարեկան։ Պարզվում է Նիկոլն է եկել, մեր խոսակցությունը լսել են, տարե փակել են մինչև ժամը 2-ը ու բաց են թողել, որ չմոտենա։ Այս վերջի անգամ մոտենում է, ասում է, Նիկոլը ուշադիր լսում է, կանչում է ԱԱԾ-ի աշխատակից որևէ մեկին, ոմնին, թե բա ուշադիր լսեք համարը, ասում է ինչ արել է, ասում է Արամ եւ Արմեն Սարգսյան գող թալանչի ընտանիքի մնացորդները գողացել են մեր Ստիպան 1-ը։ Ասում է հա Ստիպան 1, ու այդպես նստում է ավտոբուս, կադրերը կա, նստում է ավտոբուս, ասում է կզանգես կկանչես։ Ես էլ թե բա վերադասի հետ խոսեմ, ամենավերադասը Նիկոլն է։ Ես արդեն մոտ 8 օր անցել է, ոչ մի զանգ չկա։ Խոսեմ գամ, ինչ պետք է զանգեն, ինչ պետք է գնան, ինչ ասեն։ Կա պետրեգիստրի փաստաթղթերը, կա փայաբաժինները, մասնաբաժինները, բոլորը կա։ Կա $48 միլիոն եկած գումար։
որը որ այդքան շարժեր գործարանը, մաքսիմում 4.5 միլիոն։ Էդի այդ ընտանիքի գողոնը շվեյցարական բանկից բերեցին գործարանը, որտեղ աշխատում էին 150 մարդ, մինչև 300 դզվեց։ Բերեցին իրենց գողոնը, սկսեցին լվալ։ Արամ դու են ասա, նորից եմ կրկնում, ինչ դու ամեն անգամ հայոյում էր Ռոբերտ Քոչարյանին, երբ որ մայիսի 3-ին քեզ վռնդեց պաշտոնից, վարչապետի պաշտոնից։ Ամեն տեղ հարբելուց այս վիժվածքը վիրավորում էր, քֆուր էր տալի Ռոբերտ Քոչարյանի հասցեին։ Սերժ Սարգսյանը կանչում ասում Արամ հերիքա բոլա։ Չէ, էսի շարունակումա։ Հրավիրում են հորն ու մորը Երևան, դիսկ են ցույց տալի, տեսայերիս, մայրը վատանում է, հայրը վատանում է, շտապօգնություն են կանչում։ Արամ դու են ասա, թե ինչ են ցույց տվել ծնողներից, ժողովուրդ ուզում է իմանա, ես որտեղ պետքա բացատրում եմ։ Էսի նայելուց հետո գալիս են տուն, Արամը մի անգամից ղազագիր է ստորագրում։ Հիմա ինչի որ է տեսայերիզը կորել է։ Արամ գետինը մտնես, ժամանակը դու ուրիշ բանից խոսա, դու տնտեսությունից խոսում, եթե գեր երկու փստնքոդի հետ նստած խոսում է, ուրեմն խոսալու թեման Պուտինն է, Ռոբերտ Քոչարյանն է, Սամվել Կարապետյանը։ Պուտին, Ռոբերտ Քոչարյան, Սամվել հա, այս վերջերս մի քիչ էլ իբր թեթև մետևով Ծառուկյանն է գտնում։ Ես չտեսա այս ընդդիմության բոլոր ուժերից որևէ մեկին, ոչ Ագնեսա Խամոյանին, ոչ Քրիստինե Վարդանյանին, որևէ մեկին չտեսա, որ հանգարց հայոյեր այս արտախորհրդանական Նիկոլ Պաշտպանողներին, որևէ թթուխոս չեն ասել։ Այս եզրերը որտեղ գնան նստեն խոսան Քոչարյան, Պուտին, դու այս զիբիլներ ռադել եք, դուք որտեղ ազգային ժողովը որտեղ զզվեցնելու եք դուք մեր ազգին, կներեք ժողովուրդ ջան։